Դատավոր Արտուշ Գաբրելյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Կալանավորման մասին միջնորդությունը քննել եւ բավարարել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը։ Ապրիլի 29-ին Գաբրելյանը դատարանում էր, երբ իրավապահները խուզարկություն են իրականացրել նրա աշխատասենյակում։ Դրանից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է բարձրագույն դատական խորհուրդ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու նպատակով։ ԲԴԽ-ն բավարարել է երկու միջնորդությունները։ Գաբրելյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։ Դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը։ ԲԴԽ-ն նաև կասեցրել է նրա լիազորությունները հաշվի առնելով քրեական հետապնդման փաստը։ Նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ֆիզիկական հաշվեհարդարի գործով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի շրջանակում քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրանք է առաջադրվել 6 անձի։ Ըստ քննչական կոմիտեի բոլոր 6 մեղադրյալների, այդ թվում Տիգրան Տեր-Մարգարյանի, Արթուր Չախոյանի եւ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց բացակայելու արգելք։ Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 30-ին Նոր-Նորքի թաղապետարանում, երբ Տիգրան Մարգարյանը եւ մի խումբ աշխատակիցներ ըստ հրապարակումների ծեծի էին ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի գործով դատական նիստի ընթացքում Զորամասի հրամանատար գնդապետ Արամ Գևորգյանը նշել է, որ կացարանի հերթապահ Եղիշե Հակոբյանը թեպետ կատարել է իրեն հանձնարարված առաջադրանքները, սակայն շատ թափթփված էր եւ այդ շրջանում ընտանեկան խնդիրներ ուներ։ Նա հայտնել է նաեւ, որ Հակոբյանը ծառայությունից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ընտանեկան խնդիրների պատճառով, ինչն արդեն ընթացք էր ստացել դեպքից մի քանի օր առաջ։ Գևորգյանի խոսքով շրջանառվում են լուրեր, թե Հակոբյանը թմրանյութ է օգտագործել, սակայն ինքը նման բան անձամբ չի տեսել։ Ըստ Գևորգյանի ցուցմունքի դեպքի հաջորդ օրը հրամանատարը հանձնարարել է ամբողջ անձնակազմին ուղարկել թմրանյութերի հնարավոր օգտագործումը պարզելու փորձաքննության։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու եւ տալու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից, նշելով, որ ձերբակալվածներից մեկը պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձ է։ Քրեական ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն ստացան, որ Արմավիրի մարզի Նոր Արտագես գյուղում գտնվող 38-ամյա տղամարդու տնօրինած ընկերությունը առանց հատուկ թույլտվության ձկնաբուծարան կառուցելու պատրվակով սկսել է ապօրինի արդյունահանում 3.1 հեկտար հողամասում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության հաղորդագրության համաձայն պարզվել է, որ 2024 թվականի հունվարից մինչև օրս արդյունահանվել է շուրջ 50,000 խորանարդ մետր ավազակոպչային հանրույթ, որն իրացվել է մոտակա տեսակավորման կետում շուրջ 330 միլիոն դրամով։ Այս գործողությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են։ Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ բազմաբնակարան շենքի կառուցապատմամբ եւ բնակարանների վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր ԱՄ-ն եւ տնօրեն ԳՎ-ն նախնական համաձայնությամբ 2022-2024 թվականներին Երևան քաղաքի Նոր Քմարաշ վարչական շրջանում կառուցվող շենքից իրականացրել են բնակարանների վաճառք խուսափելով հարկերից։ Նրանք բնակարանների վաճառքի գների փոխարեն նշում էին ավելի ցածր գումարներ, քան փաստացի ստացած գումարները, հաշվի առնելով, որ քրեական վարույթում արկա են եղել հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր, 2025 թվականի ապրիլի 25-ին դատախազի կողմից քրեական հետապնդում է հարուցվել ԱՄ-ի եւ ԳՎ-ի նկատմամբ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին եւ երկրորդ կետերով։ Մեղադրանք ներկայացնելուց հետո մեղադրյալները պետությանը վերադարձրել են 75 միլիոն դրամ։ Նախաքննությունը շարունակվում է։ ՊԵԿ-ը օպերատիվ հետախուզական միջոցառումներ է իրականացրել շինանյութի ոլորտում գործող խոշոր հարկ վճարողի մոտ, որն իրացրել է մոտ 4 միլիարդ դրամի շինանյութ, չհայտարարելով հարկային շրջանառությունը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 1.1 միլիարդ դրամի վնաս։ Քննչական կոմիտեն սկսել է քրեական վարույթ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հատկանիշներով։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ գործողությունների ընթացքում խուզարկություններ են իրականացվել ընկերության իրավաբանական հասցեում, արգրավել են կարևոր փաստաթղթեր եւ էլեկտրոնային կրիչներ։
ՊԵԿ-ը շարունակում է պայքարը թմրանյութերի անօրինական ներմուծման եւ վաճառքի դեմ։ Օրերս մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը եւ էլեկտրոնային առևտրի եւ օդային տրանսպորտի վարչության մաքսային զննման ընթացքում հայտնաբերել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան ներմուծված 970 գրամ մարիխուանա։ Թմրանյութը նախատեսված էր իրացման համար տելեգրամյան հարթակում։ ՊԵԿ-ի օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել են 3 անձինք, 2 քաղաքացի Վանաձոր Ստեփանավան թունելի հարակից հատվածից, իսկ 1 անձ Երևանում։ Նախաքննություն է նախաձեռնվել եւ դեպքին ներգրաված այլ անձանց որոնումները շարունակվում են։ Քրեական ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի վարչությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն 2023-24 թվականներին խախտել է ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները Արարատի մարզում ապօրինի արդյունահանելով ավազակոճային խառնուրդ։ Ընկերությունը, որը միայն 1.44 հեկտարի վրա ուներ թույլտվություն, անօրինական կերպով արդյունահանել է մոտ 7.770 խորանարդ մետր ավազակոճային խառնուրդ Հրազդան գետի ափին, իրացնելով մոտ 46 միլիոն դրամով։ Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս։ Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության եւ ընդերքի պահպանման կանոնների խախտման հիմքով։